Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խաղարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք մեր կարծիքով կետաքրքրեն ձեզ եւ կետաքրքրեն ոչ միայն նրա համար, որ այդ կերակուրը միգուցե նոր եք տեսնում, այլ նաեւ պատրաստողին եք տեսնում։ Իսկ այսօր պատրաստողը իմ հյուրը մեր գործընկերն է Մոսկվայից, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Մոսկվայի Արարատ ռեստորանի ավագ խոհարար Էդուարդ Պարոնյան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպես ես եղբայր։ Շատ լավ փայլուն։ Ուրախ եմ շատ, ձգան թեման ենք ընտրել։ Այո։ Ինչ ենք պատրաստելու ձգից այսօր։ Այսօր մենք պատրաստենք իշխանի ֆիլե խաշլամա։ Ֆիլե խաշլամա։ Եվ այստեղ կարծես թե կարևորը որ մենք նաև ցույց տանք թե ինչպես ստանալ իշխանից ֆիլե։ Իհարկե մենք դա կարող եւ արդեն բանջարեղենով կպատրաստենք։ Ես կօգնեմ ինչ որ խոհարարի օգնականի եթե գործ կա, խնդրեմ, ես կարող եմ լրացնել այդ բացը։ Միայն կարող պղպեղները մաքրենք իր հատիկներից մեջի, կտրենք, ինչ անենք։ Դե գնացինք, ընթացքում կզրուցենք, կխոսենք ընդհանուր մեր խոհարարական մտքի զարգացումներից, խոսենք մեր խոհանոցից։ Իշխանը Փեշազադել, հիմա ուզում ես կուզենայի մի հատ նյուանս ասեմ։ Երբ որ ուզում ես ձկան ֆիլե ստանաս, այս լողակները պետք է անպայման անհապաղ հեռացնել, քանի որ իրանք խանգարելու են մաքուր սիրուն ֆիլե հանելուց։ Դրա համար մենք առաջին իրանք սկսենք այս լողակները հանել եւ նոր անցնենք ֆիլեի։ Հիանալի։ Մի հատ նյուանս ես ասեմ, եթե տակ դեղը ուզում եք մաքրեք, այսպես պոչից բռնում եք եւ այսպես կտրում, չէ՞։ Անշուշտ։ Իսկ ընդհանրապես, երբ որ մենք արդեն լրջանանք, Էդիկ ջան, շատ մենք բավականին երկար ճանաչում ենք իրար, դեռ ճանաչել ենք դեռ Մոսկվայից իրար չհանդիպելով, այդ հեռակա կամ հեռավար են ասում, չէ՞ հիմա։ Հեռակա ծանոթություն, քանզի երկուսս էլ հետաքրքրել է ազգային խոհանոցի վիճակը եւ հայրենիքում եւ հայրենիքից դուրս։ Եվ հայրենիքից դուրս էլ ավելի կարեւորվում է խոհանոցի, ազգային խոհանոցի կարգավիճակը եւ նրա պահպանման, զարգացման, տարածման այդ ամբողջ գործընթացը։ Այ ինչ վիճակի մեջ է։ Մոսկվայում բնականաբար շատ ենք եղել, շրջել ենք, ես անձամբ շատ ռեստորաններ եմ շրջել, այ ինչն է, որ այնուամենայնիվ կուզենայիր, որ ավելի համակարգված լիներ։ Բայ ասեմ, կա մի բան, որին դուրը չի գալի, ոչ միայն Մոսկվայում, այլ ես ուրիշ քաղաքներում եմ աշխատել, հատկապես Վլադիմիր։ Ինչն է բանը, որ մենք կոչվում ենք հայկական ռեստորան, բայց հաճախորդները սիրում են խարչով, սիրում են բորշ, սիրում են այլ երկրների ուտեստներ, որը մենք մաքուր բիզնեսի առումով դա ներկայացնում ենք։ Բայց ես կուզենայի, որ ասենք մենք եթե հանդիսանում ենք հայկական խոհանոց, լիներ մեր ազգային ամեն կերակրատեսակը ու դրանով ներկայանայինք։ Դա ցանկությունը կլիներ, որ մենք այնքան զարգանայինք ու մենք այնքան ունենայինք մեր համբավը, որ հպարտ ներկայացնեինք։ Այո, այն ինչ մենք նախաձեռնել ենք եւ դու հայտնի եւ դու գիտես դրա մասին տեղյակ ես, ընդհանրապես զատելու եւ բրենդավորելու հայկական խոհանոց եզրույթը հենց այդ նպատակն է հետապնդում, բայց ներվել հուսահատվել կարիք չկա։ Էդիկ ջան, որովհետեւ մենք 100 եւ ավելի տարի շատ մեծ մեր հասարակությունը, հասարակության որոշ շերտեր շատ մեծ աշխատանք են տանում մեր դրսում հայկական հարցը բարձրացնելու համար։ Եվ 2015 թվականին 100-ամյա տարելիցն էր այդ մեր ողբերգության, չէ՞։ Նույնիսկ այդ տարի ամբողջ տարին հասարակական սննդի որոշ օբյեկտներ գովազդում էին շաուրման։
Եվ ուրիշ երկրներից, ուրիշ ազգերից պահանջում են, որ հարգեն մեր այդ ողբերգությունը, այսինքն զգայուն լինեն։ Այսինքն մենք փող աշխատելու համար կարող ենք ամբողջ տարին գովազդենք թուրքական կերակուր, թուրքական մշակույթ, բայց ուրիշից պահանջենք, որ զգայուն լինեն եւ լավ վերաբերվեն կամ ճիշտ վերաբերվեն մեր այդ մեծ ողբերգությանը։ Դե իմ ասելիքը հենց դրանում էր կանում, որ Ես որ նույնիսկ այստեղից դրա համար եմ ասում, դեր դուրս չգանք, այստեղ Հայաստանում հպարտորեն լուսաբանվում է։ Հələ շաուրմա վաճառող ռեստորանների անունները հələ մի հատ տեսեք, որտեղ է շաուրմա։ Մեսրոպ Մաշտոցի շաուրմա արդեն կա։ Տիգրան երկրորդի շաուրմա, Տիգրան երկրորդը գժվել է շաուրմա։ Դե ինչ թաղամաս կա է ձեր անունով շաուրմա կա։ Եվ ընդհանրապես այսպես մանավանդ վերջերս ազգային գաղափար, ազգային ինչ-որ հարցերի շուրջ մարդիկ են խոսում, ովքեր ամբողջ իրենց կյանքում ընդհանրապես որևէ ավանդական հային վայել ձիրք, հային վայել ինչ-որ կերպար չեն կերտել, ոչ իրենք, ոչ իրենցից հետո։ Ընտանիքի մասին կարող են խոսել մարդ, ով չի էլ ամուսնացել։ Մենք իրան հանեցինք, մասնատեցինք։ Այո։ Ողնաշարից հիշեցնում առաջինը լողակները մենք հեռացրեցինք, գլուխը հեռացրեցինք։ Հիմա այս փշերի հատվածն ենք հեռացնում։ Կողային, այո, որ ստանանք ֆիլե ու եւ մենք միատեք հայլ ունենք։ Այս գործիքով մենք այս վերնամասի փշերը պետքա հանենք, որ ասենք հաճախորդը ընդհանրապես չզբաղվի ինչ-որ։ Այո, միայն եթե ֆիլե, ուրեմն որևէ փուշ պիտի չլինի, որևէ։ Սա մի քիչ բավականին ժամանակատար գործ է, բայց ամեն դեպքում եթե մարդ սիրում է իր գործը, պետքա նենց մատուցի, որ դիմացինին հաճույք պատճառի։ Մենք շարունակենք մեր ոչ մի տեղ չենք շտապում, այնպես որ կարող ենք։ Կողային ոսկորներն են դուրս գալիս, որից հետո արդեն ունելիով մենք ճշտեցինք այս գործիքը, հիշում է ունելի եւ պատկերացրեք, որ սա միայն ունքեր հանելու համար չի։ Ձեռքով պետքա շոշափել եւ միանգամից իրանք ցույց են տալի, որտեղ են, որ հատվածում են եւ իրանց պետք է հեռացնել։ Հատիկ։ Այո, հենց այս վիճակն է եւ այդ աշխատատար լինելն է, որ շատ դեպքերում խորանները որոշ խորաններ շրջանցում են աշխատատար, ծախսատար մտերքների աշխատել, չէ՞։ Դե դրա համար կրկնեցի, եթե մարդ սիրում է իր աշխատանքը, պետք է անի ամեն ինչ կոպիտ խալտուրա չանի իր աշխատանքը։ Մենք արդեն համարյա ավարտեցինք փշահանումը, փշազատումը։ Վերջ։ Մանջարեղենը կա, այստեղ պրասը, սոխի այս տեսակն է, որ մենք հասկանանք եւ օգտագործենք։ Գիտեք, մենք կարող ենք վերցնենք սովորական սոխ, որը բնորոշ է, բայց ես բնորոշ է մեր բնաշխարհի եւ մենք ես ուզում եմ հետ բերեմ մեր այո, պրասը, մոռացված եւ ու նամանավանդ շատ մարդ ասենք սովորական սոխ որ չի սիրում։ Այո։ Շատ շատերին գիտեմ եւ ճանաչում եմ։ Դրա համար այս սոխը կանաչ սոխին ինչ-որ նեյտրալ վիճակ է տալի, որ Հիանալի, ինչ անենք, տապակը Հիմա մեզ պետք է տապլոնի բայարսկի յուղ վերցնենք։ Փաստորեն ֆիլեն մաշկով, ֆիլե մաշկով։ Ֆիլե մաշկով, հա, բայց ասենք առանց փշերի, առանց լողակների։ Այո։
լոլիկն ենք կտրատում, ինչ ձև, Մենք մինչ կտրատելը կեղևա մաքրեցինք, այո։ եռացրած ջուր Դե դրեցինք։ տարբեր երանգներով կարելի է դա անել։ Մենք արինք կոնկրետ եռացրած ջրով, Այո։ որպեսզի հեշտ։ Մեր ավանդական եղանակով։ Կծու պղպեղը նույնպես պիտի տապակենք։ Գիտեք, կծու պղպեղը, դա նույնպես կտապակենք, շատ թեթև։ Դա ասենք սիրահարի համար է, միան կծուն դնենք, թե չդնենք։ Եթե Դա սիրահարված պարտադիր, չենք, իսկ մենք միշտ սիրահարված ենք։ ուրեմն կարանք դնենք առանց վախենալու։ Հենց վերջացավ այդ զգացողությունը, որ սիրահարվելու, ուրեմն արդեն մենք այդտեղ ենք տեղափոխվել եւ մեզ դեռ չեն զգուշացրել դրա մասին։ Այս ամբողջը այսպես տապակեմ։ Այո։ Շարունակում ենք։ Այո, պրաս տեսակի սոխը։ Որը մենք սոխի փոխարինող ենք որպես հանդիսացնում։ Այո, ցավոք սրտի մոռացության եմ մատնված։ Եվ ինչպես պարոն Պարոնյանը նշեց, շատ դեպքերում մենք կարծես թե խուսափում ենք սոխի այդպես կիրառումից, այլընտրանքային տարբերակ ունենք պրաս սոխը օգտագործել, եթե այն սոխը մենք համային առումով չենք ընդունում, եթե Նշենք մի հատ էլ մի բան, որ ձուկը կարող ենք մենք նախորոք աղանենք, որ քաշի իր մեջ, կարանք անմիջապես տեղում։ այո, Ես կնշեի լոտուս, լոտուս աղը, որովհետև խոշոր, որը սրված, ինքը մաքուր, դրանք երկու կեսան են նոր դնենք։ Եվ հատկապես այստեղ ներսի կողմով ոչ թե մաշկի, որ այդ համերը Որ վերցնի։ քաշի իր մեջ։ Այո, Եվ այստեղ մի փոքր ավելացնում ենք դափնուտերև։ Եվս 1-2 հատիկ, ոչ ավել։ Դափնուտերևը համ լավ հատկություններ ունի, համ վատ։ Երկար մնալուց հետո ինքը դառնացնում է ուտելիքը։ երկար չենք տալի։ Հատիկավոր պղպեղ, Հատիկավոր պղպեղ, հոտավեր պղպեղ, հոտավեր, մի փոքր հարխում, արքում։ Դե վրայից մի հատ ասենց պղպեղ քանի որ կա մեջը, կծու ունենք կծուն արդեն, կա, այո, այո, դրա համար ասեմ երկրորդական էլ չենք անում։ իսկ գոլորշի ջուր, մի քիչ թե ինքը կա արդեն, Մի փոքր կարելի է լցնել, բայց ինքը, հա, որ մի քիչ շատ եղավ, ոնց որ արդեն ջրի բայց նորին կա, համատալու։ սպասենք, եթե հարկ կլինի։ Մենք դրա համար հիմա ես չլցրեցի հատուկ դրա համար, որ տեսնենք։ Դա լոլիկի որակից էլ է կախված, ինքը ջրալի է թե ոչ։ Դրա համար ասենք հիմա մենք մի փոքր կսպասենք, տեսնենք, եթե ջրալի է, կարիքը չեք տեսնի։ Եթե ջրալի չլինի, ստիպված ենք լինելու մի փոքր ջուր, որ ինքը զարգանա։ Հիանալի, բարեկամներ, կարծում եմ մենք մի 3-4 րոպե ունենանք ժամանակ, տեսնենք թե խոնավությունը պակասում է թե ոչ։ Շատ կարևոր է որ կափարիչ ծածկվի, շատ կարևոր է որ ձուկը ինքը արդեն ոչ թե հեղուկի մեջ է, այլ գոլորշու հետ պատրաստվի։ Ջերմային մշակման եղանակը շոկ է քաշում, որակական եւ այսպես սննդային արժեքների կորստի մասով մինիմալի պիտի հասցնեն եւ հենց այդպես էլ ստացվում է։ Ընդհատվենք 3-4 րոպե, հետո կմիանանք կտեսնենք արդեն։ Այո։ Ահա, Էդիկ ջան, արդեն պատրաստ է։ Այո, Ոնց է։ այո։ Ամեն ինչ իր տեղում է, գույները տեղում են, համեմունքները լավ, ամեն ինչ եւ ձուկը արդեն պատրաստված։
Հիանալի։ Միշտ դու կնախապատրաստես, այսպես ասած, ձևավորես եւ կմատուցես կերակրատեսակը, ես ուզում եմ առաջարկել էկզոնատ հիանալի զովացուցիչ բնական ռեհանից հյութը զովացուցիչ, որը շատ հենց օգտակար է անորմալ, որ բնական մթերքներով է պատրաստված, այլ կանսերվանտներ չկան եւ նպաստում է մարսողությանը։ Բնական մեղրախոտով քաղցրացված է եւ օգտագործված է մեր համաշխարհային բնորոշ ռեհանի բնական հյութ։ Հյութն էլ տանք։ Դիկը բաժին օրեց, բաժնային, այսինքն մեկ մարդու համար նախատեսել է այսքան գեղեցիկ, համեղ եւ ամենակարևորը օգտակար ձուկը բանջարեղենով, որից հետո իհարկե էկզոնատ զովացուցիչ, անկրեմ, Շնորհակալություն։ համեղ է ինչքան։ Իրոք։ Ահա, հիմա ուզում եմ այս կերակրատեսակը մատուցելու հետ միասին նաև քո հորդորները, քո խորհուրդը, քո ցանկությունները մեր հեռուստադիտողներին։ Միակ ցանկությունս նա է, որ լինենք առողջ բոլորս։ Այս տխուր օրերին չհիվանդանանք, լինենք առողջ եւ ապագայի նկատմամբ բարետես, Ապագայի նկատմամբ վստահ, այո, քայլենք առաջ։ ապրես դու, Մեծիկ ջան, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մեծիկին եւ փառք բարձրալին, որ մենք օգտվեցինք առիթից, որ նա հայրենիքում է եւ հրավիրեցինք, բավականին շփվեցինք, շնորհակալություն Մեծիկ ջան, Շնորհակալություն եւ նորից հիշեցնեմ, որ Էդիկը ներկայացնում է հայ խորհրդական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը Մոսկվայում։ Շնորհակալություն, ապրես դու։ Իշխանի ֆիլեի խաշլամա։ Իշխան 1 հատ, բուլղարական պղպեղ 250 գրամ, կծու պղպեղ 1 հատ, լոլիկ 300 գրամ, պրաս 50 գրամ, յուղ 30 գրամ, դափնու տերև 2 գրամ, հոտավետ պղպեղ 2 գրամ, թարխուն 10 գրամ, աղ 4 գրամ։ Բարի ախորժակ։ Կերակրատեսակը ինչպես միշտ պիտի լինի գեղեցիկ, պիտի լինի համեղ եւ պիտի լինի օգտակար։ Այս երեք հանգամանքները մենք պիտի միշտ հիշենք բարեկամներ, իսկ արժեքները պիտի լինեն իսկական, իրական ազգային արժեքներ, որի համար մենք պարտավորվածություն ենք վերցրել բարձրալի առաջ, պահպանելու եւ տարածելու։ Կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ սպիտակ անապակ հայկական անսահմանափակ գինով։ Բարեկամներ, նմանատիպ կերակրատեսակներ ցանկանալու դեպքում պիտի այցելեք Մեգերեն կարպետ ընկերություն, Մադոյան 9, առողջ լինեք եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։